ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը $3000 առաջարկում անօրինական միգրանտներին, պայմանով, որ նրանք կամավոր լքեն երկիրը մինչև նոր տարի, ինչը եռապատկում է նախկին $1000 չափը, իսկ որոշ դեպքերում նաև ներում է շնորհվում իմիգրացիոն խախտումների համար։ ԱՄՆ-ի վարչակազմը չի պարգևատրում բոլոր միգրանտներին, այլ ունի ծրագիր ինքնարտաքսման համար, որով անօրինական միգրանտներին առաջարկում է ֆինանսական օգնություն մոտ $3000 և ավիատոմս, եթե կամավոր լքեն երկիրը, իսկ միաժամանակ Թրամփի վարչակազմը շարունակում է ապօրինի միգրանտների զանգվածային արտաքսումը, նախապատվություն տալով հանցագործություն չկատարածներին Գուանտանամոյի բազա ուղարկելուց հետո։ Միաժամանակ ԱՄՆ-ն իրականացնում է ապօրինի միգրանտների ամենամեծ արտաքսումը պատմության մեջ, ընդ որում 2025 թվականի սկզբից մոտ 1,9 միլիոն մարդ է օգտվել ինքնարտաքսման առաջարկից, սակայն շարունակվում են նաև արտաքսման դեպքերը։ 2025 թվականի մայիսին հայտնի էր, որ Հայաստանից մոտ 2808 քաղաքացու վտարում է սպառնում, սակայն իրական թիվը կարող է ավելի մեծ լինել։ Այսպիսով, ԱՄՆ-ի վարչակազմը չի պարգևատրում բոլոր միգրանտներին, այլ ունի ծրագիր։ Կամավոր արտաքսումը խրախուսելու համար, մինչև որոշումներ են կայացվում անօրինական միգրանտների վերաբերյալ և նրանց արտաքսումը շարունակվում է։